Ուրեմն նախորդիվ մենք մասնակցել ենք մի շարք թիմ ընտրությունների նախորդ տարիներին եւ իհարկե մասնակցել են մի շարք կուսակցություններ։ Այդ կուսակցությունների ընտրական process-ներին մասնակցելուց առաջ ներկայացնում են կուսակցության հայտարարագիր, ֆինանսական միջոցների հայտարարագիր։ Ես ուսումնասիրել եմ այդ մի քանի անթիվ կուսակցությունների հայտ ներկայացրած ընտրական process-ներին ներկայացած հայտարարագրերը եւ տեսել եմ, որ 0 դրամ կուսակցության ֆինանսական միջոց ունեցող կուսակցությունը մասնակցում է ընտրական process-ներին։ Մասնակցելուց հետո 8 միլիոն պայմանական 8 միլիոն դրամ ծախսում է ընտրական process-ների ժամանակ, օրինակ Երևանի ընտրությունների ժամանակ։ Եվ նայում, երբ իրականությունում տեսնում ենք իրենց ծախսերը, համապատասխանում իրենց ներկայացրած հաշվետվությանը։ Հիմա դուք որպես այս նաև այս հիմա ընտրական process-ների մեջ ենք լինելու, ինչ նոր գործիքակազմ ունեք, ինչ նոր վերահսկողական մեխանիզմներ ունեք, արդյոք այդ ուղղությամբ ունեք քննարկումներ, որ շատ լուրջ խոշորացույցի տակ կդիտարկեք բոլորի ֆինանսական միջոցների վերահսկողությունը։ Պատասխանեմ։ Շնորհակալություն հարցի համար Տիկին Մանավազյան։ Տիկին Մանավազյան, նախ մինչև 24 թվականի փոփոխությունները ընտրական օրենսգրքի կուսակցությունները, դաշինքները հնարավորություն ունեին, այսպես ասենք, իրենց հաշվի համարին միջոցներ չունենալ, բայց քարոզարշավի ընթացքում գումարներ ներգրավել, որովհետև այդ թվում պահպանելով կուսակցության հաշվի համարի զրոյական վիճակը, որովհետև մինչև այս ներկայիս գործող արդեն կարգավորումներ, այն ժամանակ նախընտրական հիմնադրամ մուծում կատարելու իրավունք ունեին ինչպես անհատ քաղաքացիները, այնպես էլ թեկնածուները, տվյալ դեպքում, ասենք Երևանի հավաքանու թեկնածուները։ Ներկայումս նախընտրական հիմնադրամ մուծում կարող է կատարել, սա համամասնական ընտրակարգի դեպքում, դա կլինի թիմ ընտրություններ, թե ազգային ժողովի ընտրություններ, միայն կուսակցությունները։ Կուսակցությունները, որպես այդ գումարը ունենան, այսինքն իրենց հաշվի համարում ունենան, իրենց կարող են նվիրակուսակցությանը կարող են նվիրատվություն կատարել միայն ՀՀ քաղաքացիները, տարեկան 10 միլիոն դրամի կտրվածքով։ Այսինքն ազգային ժողովի առաջիկա ընտրություններում, որպեսզի որևէ քաղաքական ուժ լինի կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, որի կազմում կուսակցություններ են գրկված, իրենք պետք է այդ գումարը քարոզարշավի նպատակով ծախսվելիք գումարը իրենց հաշվի համարում ունենան, որպեսզի փոխանցեն նախընտրական հիմնադրամ եւ իրականացնեն իրենց քարոզչությունը։ Ինչ վերաբերում է մեր կողմից վերահսկողական գործիքներին, ես կարող եմ ուղղակի վստահեցնել, որ այն ինչ ենթակա է ընտրական օրենսգրքի 27 հոդվածի համաձայն, այն ինչ ենթակա է հայտարարագրման, մենք հետևելու ենք, որ այդ բոլոր ծախսերը հայտարարագրվեն։ Շտաբների ծախսերը պիտի հայտարարագրվեն, այսինքն այդ մեկ ամսվա շտաբների վարձակալության, այսինքն քարոզարշավի փուլի վարձակալության ծախսերը պիտի հայտարարագրվեն։ Չի կարող լինել շտաբ, որը որ ընտրության մասնակից քաղաքական ուժի հայտարարագրում ներառված չլինի։ Չի կարող լինել 5 քառակուսի մետրը գերազանցող վահանակ, որը որ մեր կողմից չի բաշխվել։ Սա այդ կողմից եմ ասում։ Այսինքն վահանակները 5 քառակուսի մետրը գերազանցող հասարակական տրանսպորտի կանգառներում կամ մետրոպոլիտենի տարածքում այդ վահանակները կարող են մասնակիցները տիրապետել բացառապես մեր բաշխմանը համաձայն։ Մնացած վահանակները, վճարովի վահանակները կրկին պիտի բոլոր քաղաքական ուժերի մոտ մասնակիցների արտացոլվեն իրենց հայտարարագրերում։ Արձագանք։ Պարոն Հովակիմյան, իմ հարցը ավելի շատ չի վերաբերում, որ կուսակցությունները կարող են օրինակ նվիրատվություններ ստանալ ընտրական process-ների ժամանակ, դա նորմալ է։ Վերաբերում է նրան, որ ծախսում են ավելին, քան ցույց են տալիս։
այսինքն իրենց հաշվետվությունների մեջ, որ ներկայացնում են 10 օրը մեկ կենտրոնական ընտրական։ Օրինակ սոցիալական ցանցերի գովազդներ, օրինակ դրսում տեղադրվող բաներներ եւ տպագրություն, ընդհանրապես այդ առումով վերահսկողություն որպես այդպեսին խստացնելու եք լինելու է եւ ինչ նոր մեխանիզմներ եք մշակում։ Տիկին Մամազյան, ըստ էության քարոզարշավի փուլում, այն ինչ որ մեր վերահսկողության, այսինքն ընտրական հանձնաժողովի վերահսկողության ժամանակաշրջան է, մենք բոլոր ծախսերը վերահսկելու ենք։ Այսինքն այս գործընթացում մեր 38 ընտրատարածքների ռեսուրսն է նաև կիրառվելու, որովհետեւ տեղերում մենք տեղեկությունները տեղերից ունենանք։ Ինչ վերաբերում քարոզարշավից ընդհանրապես քաղաքական ուժերի ծախսերին, սա մեր տիրույթը չի, սա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթն է, բայց ես կարող եմ ասել, որ այստեղ էլ քան որ անդադ գալիս շահկապում է ընտրական օրենսգիրքի հետ, անդադ այդ մենք 24 թվականի փոփոխություններ քննարկելուց պարոն Մինասյանի հետ դուք բավականին երկար քննարկել ենք այդ ժամանակ այդ խնդիրները, այսինքն կուսակցությունների ֆինանսավորման, թափանցիկության այս հարցերը, կարծում եմ այստեղ ժամանակակից, այսպես ասենք, նոր մարտահրավերները հաշվի առնելով դրա մշակման կարիք կա։